Արդեն գարուն է, շուտով կսկսվեն ցանքսի աշխատանքները, մարդիկ հողին կհանձնեն անցած տարվա բերքից ստացած սերմացուն։ Անցած տարին բարենպաստ եղանակով աչքի ընկավ, կարտոֆիլի բերքը առատ էր, սակայն բնակչության մի մասին հաջողվեց ժամանակին հանել ու տուն հասցնել կարտոֆիլը, մինչդեռ մյուսները չհասցրին դա անել մինչև սառնամանիքների սկսվելը, ինչի հետևանքով բերքից գալի մասը փչացավ և դարձավ ոչ պիտանի։ Իսկ գնորդներն էլ 1 կիլոգրամ կարտոֆիլի դիմաց վճարեցին 50 թեթրի։ Այս մասին փաստեց Մամզարա գյուղի բնակիչը։ Այսօր արդեն կարելի է ամփոփել անցած տարվա բերքատվության արդյունքները։ Անցյալ տարի 3 հեկտար ցանել ենք, թաժասերմ առել ենք։ Քանդելու ժամանակ մարոզը սեղմեց, կեսը սառավ, կեսը հոդա, փերին տուն լեցինք, այդ 3 հեկտարին ընդամենը ծախել ենք 15 տոն քարտոֆիլ 50 կապեկով։ Մոդիկ մի 15,000 լարի տակ ենք տևի։ Դի այդ քարտոֆիլին պատմություն։ Ես տարի մետադիր ենք ցանելու, բայց չի դեմել, կոնկրետ չեմ որոշել։ Բայց սերմը մնացել է տունի իշտենենք ու ցանենք։ Նույն գյուղի բնակիչ Արմեն Ադամյանը ժամանակին կարտոֆիլը քանդելով և բերելով տուն այն պահել էր նկուղում։ Վաճառքի համար նախատեսված կարտոֆիլը գարնանամուտին կարողացավ վաճառել 1 լարիով։ Անցած տարվա բերքից և իրացումից նա չի դժգոհում։ Անցյալ տարի լավ էր։ Ճիշտ է, թոնային էր, լավ է, բերքը հանեցինք։ Ինչ եմ, լարում տավի։ Այս տարի լավ էր, որ լարում տավինք։ Հիմի արդեն լավ լարի 20, լարի 40, նայած քարտոֆիլի, ինչ է կուտասկե։ Այս տարի կենաց ցանիմ դի։ Էլի 20-25 հոտ ցանիմ դի։ Այնք։ Եթե եղանակ տա, եղանակեն է կախված։ Անձրև գենեգե չենե դիկա ասված գիտե։ Եղանակ կա լավ է, եղանակա կա вообще անձրևներով շատ կալիկ է, հոդեսնեք է քարտոֆիլը, չէ։ Մենք կո ենք։ Ամեն տարի այդման քարտոֆիլ չի հանե, բայց անցյալ տարի լավ էր։ Հարցազրույց վերցրեցինք Նինոց Մինդայի մունիցիպալիտետի շրջակա միջավայրի և ագրարային հարցերով բաժնի պետ Արման Պողոսյանից, ով համեմատության կարգով նշեց, թե նախանցած և անցած տարիներին ինչ տվյալներ են գրանցվել կարտոֆիլի բերքատվության վերաբերյալ։ Բացի այդ, տեղեկություն տրամադրեց այն մասին, թե որ գյուղերում եղան դեպքեր, երբ եղանակային վատ պայմանների պատճառով բերքը մնաց արտերում։ 2546 հեկտար, որից ստացել ենք 43272 տոննա, անցած տարի ցանվել է 2646 հեկտար, ստացել ենք 64356 տոննա։ Ակնհայտ է, որ անցած տարի բերքատվությունը շատ է եղել եղանակի պայմաններով, եղանակի հետ կապված էլ է։ Մենք գյուղապետներից իմացել ենք, որ գյուղերում մնացել դուրսը թեմերից, Գարելովկայի թեմում է եղել դուրսը մնացած կարտոֆիլ, մեկ էլ Սատխայի թեմում, այսինքն Օջալար գյուղում է եղել։ Անկախ ամեն տեսակի դժվարություններից, որոնց հետ առնչվում է կարտոֆիլամշակը ողջ տարվա ընթացքում, նա կրկին հաջորդ տարին ծրագրում է ցանել կարտոֆիլ։ Չէ՞ որ գյուղացու ապրուստը հողից ստացած բերքն ու բարիքն է։ Բախտի բերմամբ կամ տարին կլինի առատ աձեռն ու կշռայլի առատ բերք, կամ կլինեն վատ եղանակներ, և գյուղացու եկամուտը չի փակի ծախսերը։